Շատ մդարբեր բանջկներ կան, թե նախ պետք է դեղը որոշվի ուր է լինելու, երկրորդ լիսենսներ պետք է Միացյալ Նահանգների, որ աշխատում ենք, որոնք բավականին բարդ գործունեություն կբանջեն, անշուշտ 500 միլիոնի հավաքը կա, վարկերով, ներդրումներով եւ այլն, բավական գործեր կան, այսինքն պլանավորում ենք, դեր առաջին փուլերում ենք, անշուշտ ամեն մարդ կուզե որ շատ արագ գնա, բայց այս տեսակ լուրջ գործերը ժամանակ կառնեն։ Իրապես չգիտեմ, այսինքն ամիսներու մասին է խոսքը, որ արդեն հարաճանա, արդեն եղել է մի քանի ամիս պատրաստվում ենք, բայց կան մի քանի քայլեր, առանց չի հաջողվելու ծրագիրը, պետք է այդ քայլերը ցերկ բերենք, նամանավանդ Միացյալ Նահանգներից արձանություն ստանանք, որ չիպսերը կարողանանք այստեղ բերել։ Ինչ առավելություններ կտա այդ ամբողջ դատա սենթերը, եթե կառուցվի Հայաստանում, դա Հայաստանին առաջ կդնի օրինակ Անշուշտ առաջ կդնի, այսինքն այսպես դատա սենթեր ասմիջավայրի մեջ չի գա եւ այդ չի լինելու, ես կարծեմ եկող մի քանի տարիներու ընթացքին, որ աշխարհը մեկ տեսնեն, որ աստեսակ ծրագիրը ստե կարող է դեղ գտնի եւ հաջողի, շատ մեծ նշան է ու այլ ծրագրերու կարծիքով։ Այսպիսի նախաձեռնությունների համար շատ էլեկտրականություն է պետք։ Վերջերս դուք տեսաք, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը հայտնվեց նաև քաղաքական ինչ-որ այդպես խմորումների մեջ, հայտնվեց ինչ-որ առճակատումների մեջ։ Այդ հանգամանքը, որ նման ենթակառուցվածք հայտնվում է քաղաքական խաղերի մեջ, ինչքանով է ազդում այսպիսի մեծ ծրագրերի վրա ձեր կարծիքով։ Մենք ընդհանրապես բիզնեսի ոլորտի մեջ քաղաքականությունով չսպաղվել ամենահնարին բանն է, ուրեմն մեզ համար այդ նյութերը չեն հետաքրում մեզ կարևոր է որ մեր իրավունքները ցեք բերենք, որ գանանք մեր այսինքն սահմանափակ ծրագիրը առաջ բերենք, հակառակորեն որ բավականին մեծ քանակով էլեկտրականություն պետք ունի։ Աշխատում ենք զանազան գրուպերի հետ, որ վստահեցնենք, որ քոնե այս ծրագիրը կարող է հաջողել առանց նայելու այդ մույս հոսանքները, քաղաքական հոսանքները, ոչ էլեկտրական, բայց քաղաքական, որը կարող են այդ միջել։ Իսկ էլեկտրականության առումով Հայաստանը դիտարկվում է որպես այդպես կայուն էլեկտրաէներգիա ունեցող երկիր, հաշվի առնելով, որ ատոմակայանը հիմա ռուսներն են շահագործում, մինչև 36 թվականն է, էլեկտրական ցանցերի հետ կապված նաև այս խնդիրները, նկատեմ ենթակառուցվածքի էլեկտրաէներգիայի առումով բավականաչափ վստահ զգում են ներդրողները։ Կարծես թե այո, այսինքն թե ատոմակայանը, թե այլ միջոցներով կարծես թե բավական քոնե աս չափով, այսինքն մենք պլանավորում ենք նույնիսկ մի քանի անգամ ավելի մեծ ծավալով data center սարքել, այդ բարակային շատ ավելի կարիք կա, թերևս մի օր խնդիր կդառնա, բայց քոնե առաջին փուլում կարծեմ լավ է։ AI-ը ինչ հնարավորություն կարող է տալ Հայաստանին, ասում են, որ դա 21-րդ դարի էլեկտրականությունն է, նույն հեղափոխությունը կարող է անել, ինչ էլեկտրականության հայտնաբերումը 20-րդ դարում։ Ձեր կարծիքով դուք ինչի հետ կհամեմատեք AI-ը եւ արդյոք սա Հայաստանի շանսն է, որպես փոքր երկիր, տեղ գրավելու նաեւ ավելի մեծ խաղացողների մեծ աշխարհում։ Մենք արդեն վաղուց այստեղ աշխատել ենք AI-ում զանազան ծրագրերով, եւս մեր հիմնադրամը Fast Foundation-ը, որ դպրոցներու մեջ տարածում է AI Generation AI սված ծրագիրը, հիմա կառավարության հետ համագործակցում ենք նախարարի հետ, գրթության նախարարի հետ, ուրեմն այս ծրագրերը կան եւ այո, այսինքն AI-ը կարող է դառնալ մեզ համար շատ մեծ նավթի նման առավելություն եւ ամեն կնով պետք է շանս առնենք, այսինքն այդպես չէ որ շահելու ենք, այսինքն հաջողելու ենք այս գործի մեջ, բայց պետք է այդ շանսը արվի այստեղը, որ դառնանք կենտրոն, որովհետև AI-ի համար տարաբես data center-ներն ավելի միան միտք պետք ունի եւ այսինքն հույս եւ կարողություն պետք ունի, ոչ թե մեծ infrastructure ենթակառուցվածքային ներդրումներ եւ այլն։ Data center-ն հետո ընդհանրապես մնացածը ունենք այստեղ։ Հուսով եմ, որ կհաջողենք։ Հայաստանի մեկ առավելություն եւ մեկ ոչ առավելություն, այսինքն մեկ խոչընդոտ, ձեր կարծիքով ինչն է խոչընդոտում զարգացումը Հայաստանում եւ ինչն է օգնում զարգացմանին։ Նայեցեք, այսինքն առավելությունը միջազգային ցանցն է, որ կներկայացնի սփյուռքահայության շատ, այսինքն ամեն աշխարհի շուրջի ներկայությունը, հաջողությունը եւ
ցանցերը նամանավանդ high-tech-ի մեջ, որպես անենք, որ կարողանանք օգտագործել դա։ Այսինքն ես 25 տարի այստեղ գնում գալիս եմ, տեսնում եմ դարբեր չանքեր, բայց ես կարծեմ 10-100 անգամ ավելի բազմապատկված կարող ենք այդ ցանցերը օգտագործել, որ մինչև հիմա թեր շատ հնարավորություն ունենք շատ ավելի լավ աշխատելու։ Այսինքն AI-ը շատ մրցունակության կարիք ունի։ Երկիրը պետք է դառնա շատ ավելի մրցունակ, շատ ավելի ինքնավստահ, շատ ավելի այսինքն կարող որ կարենա մրցակցել դասանազան երկիրներու հետ եւ այդ մագարտակով այսինքն ընդհանրապես մենք բացի ճադրագեն չեսեն շենք ունեցած արիտներ որ դառնանք համաշխարհային մագարտակի առաջնակարգ երկիր եւ դա փորձառություն պետք է, դա ինքնավստահություն պետք է, որը կամաց կուսանք կստեղծվի։ Թերությունը որն է, որը խանգարում է դա, այսինքն թերությունը դա, որ մենք փորձառությունը ունենք մրցակցելու եւ այդ տեսակ համաշխարհային մրցակցության մեջ մասնակցելու եւ հաջողելու, ասած իսպես, չեսեն զատ, ուրիշ տեղ չենք ունեցել այդ հնարավորությունը, հիմա պետք է AI-ի մեջ չեսի նման հավատացնենք ինքնինս, որ մենք առավելություններ ունենք, առավելությունները փորձենք ստեղծել եւ աճեցնել եւ հետո հաջողել, ասել նայեցեք, գիտենք որ արդեն հաջողելու ենք։